Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեն իրավապահ համակարգը։ Այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Օրինակ Երևանի նախկին փոխքաղաքապետը եւս կալանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու՞։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար դա փոխաբերական իրան պարտած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն հրավիրել։ Շատ ներխուժել է, մարդիկ գնացել են, իրավապահ մարմինները գնացել են Գյումրի քաղաքապետարան եւ Գյումրի քաղաքապետին Բերման են ենթարկել։ Ինչի՞ մաս։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ էլ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասացիք։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը։ Կային, չկային, հետեւաբար ձեր ասած պատասխանը ակնհայտ է։ Չունի աջակից։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմը տպավորությունը, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար դուք հարցնում եք ինձ։ Ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, հեսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան Կոչուբաևի աջակիցներին մի փոխեք հարցը։ Դուք անդիմադիրների պարագայում դուք արեցիք մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար մեկ ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև խոսելը դեռ ապացույցի նշան չի, պարոն Ռոբինյան։ Մենք բանավիճում ենք։ Սպասեք, ես պատասխան։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, հետեւաբար դուք չեք։ Դու ինչ գիտեք, որ Նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել Բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին Բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Գուցե, բայց խոսքը ընդհանուրին էր վերաբերում։ Օրինակ նույն Կոչուբաևի պարագայում խնդիրը չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ ասֆալտին են փռել կոնկրետ։ Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկավ, որ մասնավորապես նշված է Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակով է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։ Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվել է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։ Դուք նույնիսկ մեղադրանքը չեք կարծել ամբողջությամբ, քիչ առաջ ասացիք, որ մեղադրանքը Ես լսել եմ ձայնագրությունը, դա ինձ հերիք է քաղաքական գնահատական տալու համար։